ձեզ, դուք դիտում եք առաջին ռազմահայրենասիրականը, հաղորդում, որտեղ հնարավոր է ամեն ինչ։ Այո, հաղորդումը վայրի ընթացքում ցանկացած պահի մենք կարող ենք վեր կենալ ու սկսել պարել կամ օրինակ երգելով քննադատել ինչ-որ քաղաքական գործ չի, ասմունքով դատապարտել կոռուպցիան։ Բայց չենք անել դա, չէ։ Չէ, իհարկե։ Okay, դե լավ։ Այսօրվանի մեջ դիտեք։ Կառավարությունը աչք ունի կրկնուսույցների, կոշկակարների ու դերձակների հարստության վրա։ Այոյի եւ ոչի ուժերը անցել են բացահայտ հրմշտաբանավեճի, ով է հաղթում։ Սամվել Ալեքսանյանը սահմանեց հարցազրույցի միասնական սակագին։ Շնորհավոր հայեր ջան, մենք արդեն ունենք նոր թարմ յուղը վրեն սահմանադրություն, որը ընդունեց ազգային ժողովը 3։ Չէ, հոп, դեռ պետք է հանրաքվե լինի նոր։ Բայրեք այդ ինչ ընդունեցին։ Նախագիծը, որի մասին պետք է լինի հանրաքվե։ Հա, օքեյ։ Թեկուզ։ Այ դա տեսնենք ինչպես ընդունվեց։ Չկար թեկուզ 1, կրկնում եմ, չկար թեկուզ 1 ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչները ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին։ Դաժաներ։ Իսկ ԱԺ-ի ամենաերիտասարդ падգամավորը որոշեց դաբիտանի ու քվեարկության թվերը նորից մցրեց բոլորի աչքը։ Ամենաերիտասարդը չի։ Չէ, այս վերջերս տվեցին իրեն վաստակավոր երիտասարդի կոչումը, նենց որ ճիշտ է։ Քաղաքական բեմերի բանվորները որքան էլ իրենց ճղեն ու փրփրեն, մի բան արդեն փաստ է։ Երեք ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Բայց ինչի՞ է տենց չարացած ընդդիմության դեմ Ավագյանը։ Դե երիտասարդ է, զգացմունքային, շիկահեր, կապուտաչա, ներփակազմ, կներեք։ Բայց դժգոհությունները շատ էին, Բագրատյանը նախագծի մեջ չտեսավ իր առաջարկները։ Ո՞նց։ Հա, Ո՞նց։ լիքը առաջարկ արել էր, բայց չկար։ Բայց ես ո՞նց կլինի։ Բայց այսպես չի կարելի ձեռ առնել։ 22 առաջարկ ենք ուղարկել։ Ամփոփ գրում նույնիսկ ես իմ ազգանոց չեմ էլ գտնում։ Հրանտ Բագրատյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 120-ից ավելի առաջարկ է արել։ Հիմա ձեռքն է առել առաջարկների հիման վրա արված փոփոխությունների ամփոփաթերթիկը ու բողոքում է։ Իր ազգանունը դրանում չկա։ Ինչ բավելացրեք։ Սրանք լրիվ ցնցել են։ Մարդը դեռ չէ հասարացել։ Բանը չեմ կսել։ Վաղը միսոր կգնա ամոթա կծիծաղած էր վրա։ Լավ, տեսնենք ինչ լավ բաներ կան նախագծի մեջ, կան չէ՞ լավ բաներ։ Հա, ինչ լավ բաներ կան։ Փոփոխված սահմանադրությամբ հատուկ պաշտպանության ու հովանավորության ներքո է ոչ միայն ընտանիք, այլև մայրությունն ու մանկությունը։ Նույնիսկ մայրությունը, ինչքան շատ են սիրում իշխանությունները այս ազգին։ Լսի, այդ որ ասում են իշխանության վերարտադրություն կարող է կապ ունել մայրության բանը։ Լրիվ ուրերարտադրության մասին։ Okay, լավ։ Իսկ ընդդիմությունը քվեարկության ժամանակ ցույց էր անում ԱԺ-ի դիմաց մայրության ու մանկության դեմ։ Որովհետև ընդդիմությունը չի սիրում մանկությունն ու մայրությունը։ Կամ էլ ուղղակի իշխանության վերարտադրության դեմ էր, էլի ավելի շատ։ Ցուցարարները խորհրդարանի ճաղերին ոչի մեծ պաստառ փակցրեցին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանները մի քանի անգամ փորձեցին խլել պաստառը։ Այդ պաստառի վրա տեսար ինչ էր գրած։ Ոչ։ Բով տեսավ։ Արուսիկ կարող է նկատեցիր։ Ոչ, ասում եմ ոչ էր գրած։ Այդ մի ոչի համար էս քան աղմուկը։ Ոչ միայն աղմուկ, մտքերի բախում տեղ ունեցավ, որտեղ վերջապես ծավալվեց քաղաքակիրթ բանավեճ ընդդիմության եւ ոստիկանության միջև։ Հարգելի պատգամավոր, դուք ես դիպած եմ որտեղ չեք լսում։ Ազգային ժողովի падգամավորը չգոռա։ Ինչը։ Ուրեմն պետք է ձայնս կբարձրացնեք։ Ուրեմն դուք չպետք է ինձ ասեք, պարոն ազգային ժողովի պատգամավոր, կարգի բերեք երիտասարդների։ Պարոն ազգային ժողովի падգամավորը սակայն չէր հանձնվում։ Ու բանավեճը թեժանում էր, իսկ ինչպես գիտենք, բանավեճում է ծնվում ճշմարտությունը։ Ու ծնվեց։ Պարոն ազգային ժողովի պատգամավոր, դուք եկել եք այստեղ կարգ եք խախտում։ Հանգստացի։ Բանակցության արդյունքում որոշվեց падգամավոր Արամ Մանուկյանը ելույթ կունենա, հետո պաստառը ճաղերի վրայից կիչեցվի։ Բայց Մանուկյանի ելույթը շաքարով կտրեցին ոստիկանները։ Ու երբ ասում ենք շաքարով, նկատի ունենք սենց։ Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ երկու կարմիր բերետավորներ փորձեցին բերման ենթարկել անգամ падգամավոր Արամ Մանուկյանին։ Ընդդիմադիրին ոստիկանական մեքենայից դուրս բերեց Վալերի Օսիպյանը։ Այո, Օսիպյանը փրկեց падգամավորին։ Բայց ինչու տարան ֆուրգոն, չէ՞ որ падգամավորները անձեռնմխելի են, չի կարելի ձեռնամուխ լինել իրենց սենց։ Ոստիկանները պարտավոր չեն Արամ Մանուկյանի ճանաչել որպես ազգային ժողովի
օրենսդիր մարմնի ներկայացուցիչ որպես պատգամավոր։ Այո, գուցե ոստիկանները իրեն ճանաչում են որպես երիտասարդ ակտիվիստ, Իդեպ ինչու են այդքան քիչ ցուցարարները։ որովհետև այս բարեփոխումը 7 դրամի համար չի ու ոչ մեկի գրպանին sense կոնկրետ չի կպնում։ Լավ, դե գոնե դրական կողմը, որ նման բաները ընդդիմությանը միավորում են, դա լավ է։ Նախագծին ոչ ենք ուզում ասել, 400,000 հոգի մարդ հավաքեցինք։ Այդ 400,000-ն էլ գնաց ոչ ասեց։ Իրենք էլ հավաքեցին 400,000 եւ 1։ Իրենք հաղթում են։ Չեք անցկացնի նախաձեռնությունում, սակայն ԱԻՄ առաջնորդի հետ համակարծիք չեն։ Նպատակին հասնելու համար պետք է օգտագործել բոլոր միջոցները։ Ամեն դեպքում միջև հանրակրվել առաջին նպատակը կանխել գործընթացը միջև հանրակրվել։ Կամ չեն միավորում։ Բայց ընդհանուր առմամբ միավորում կա, չէ՞ ինչ-որ։ Հիմնադիր խորհրդարանի կարծիքով առայժմ ոչի ճակատ գոյություն չունի։ Ավելին, Վարուժան Ավետիսյանի խոսքով, եթե իրենց տեսակետը չընդունվի, կսահմանափակեն համագործակցությունը, չեք անցկացնի նախաձեռնության հետ։ Բայց կան ուժեր, որոնք չեն հանձնվում։ Ոչի ճակատը մեկն է, միասնականն է եւ այդ թևի բոլոր քաղաքական ուժերը այդ փրկության ճակատ է կոչվում, թե փրկության կոմիտե է կոչվում։ Ազգային փրկության եւ լուսավորման ճակատ։ Ու դասական հայրենով անպայման արտասանել է։ Այդ փրկության ճակատ է կոչվում, թե փրկության կոմիտե է կոչվում։ Այդ խմբի բոլոր քաղաքական ուժերը իրենք անդամակցում են մեծ միասնական այդ ոչի ճակատին։ Բայց ո՞նց։ Դե ուղղակի Facebook խումբ են ստեղծել, բոլորին մցրել են այդ խմբի մեջ, հիմա կոնսոլիդացիան տենց են անում։ Учись ստուդենտ։ Իսկ Հայրիկյանը շատ ավելի հստակ ճանապարհ է առաջարկում այս վիճակից դուրս գալու։ Տեսեք ինչա պետք անել։ Դու սահմանադրություն ես խախտել, սա պիտի կանխես, վերադառնաս հետ, լսես ԱԻՄ-ի առաջարկը, դնես համեմատես իրար հետ, խոնարհվես այդ առաջարկի առաջ, հասկանաս, որ սա է ճիշտ ճանապարհը։ Հետո պետքա արագ տերունական աղոթք ասել ԱԻՄ-ի առաջարկին, համբուրել առաջարկը 3 անգամ եւ հետո հանգիստ խղճով վերադառնալ Լապլանդիա։ Իսկ այդ ընթացքում թեժեր վիճակը ազգային ժողովի ներսում Զարուհի Փոստանջյանը սովորականի պես Գալուս Սահակյանի կյանքը դժոխքի էր վերածում։ Կոնցեպցիան այստեղ Մի թույլ տվեք, ես որ օրենքով շարժվեմ։ Մի թույլ տվեք դա, ոչ ոք չի ուզում, որ նա օրենքով շարժվի։ Կրակի հետ է խաղում Փոստանջյանը արդեն։ Ես հիմա չգիտեմ անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը։ Որը ուզում եք, կարևորը մի թողեք, որ ստիպի ձեզ օրենքով շարժվեք։ Լավ, եկեք թեման ավարտենք ինչ-որ բարի նոտայով, հա։ Բայց համանրության շրջանակներում։ Հա, իհարկե։ Okay. Բայց իմացաք, հիանալի բան տեղի ունեցավ, մի լուսավոր բան։ Ստեփան Դեմիրճյանը ինչ-որ բան խոսեց ամբիոնից։ Ակնհայտ է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների օբյեկտիվ անհրաժեշտություն եւ հասարակական պահանջ չկա։ Այո, Ստեփան Դեմիրճյանը, ավելի հայտնի որպես Էնվերջի շարքում նստած սուսպուս, բայց շատ կուլտուրական մարդը, գտնում է, որ պետք չի բարեփոխել։ Ու կարող է ճիշտել էդ է, ուղղակի ելույթը այնքան անսպասելի էր, որ բոլորը պարզապես վայելում են նրա համով խոսքը։ Նա նույնիսկ առաջարկներ արեց իշխանությանը։ Այս պայմաններում ճիշտ քայլ կլիներ իշխանությունների կողմից հարակվեի կասեցումը, առնվազն հետաձգումը։ Խնդրում ենք իշխանություն, կասեցրեք կամ հետաձգեք, թե չէ կարող եք կոմպլեքսավորել падգամավորին ու էլի մի 40 տարի ձենը չլսենք։ Իդեպ ծաղիկ ասեցիր, հիշեցի։ Ես ծաղիկ չասեցի։ Հա? Բայց լավ, մեկը հիշեցի։ Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ից Ռուբեն Գևորգյանը։ Հարկավոր է լինել միասնական, լինել պետության կողքին եւ մեր պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի։ Էս ինչի՞ն է նվիրված։ ԲՀԿ-ի դեպի պետականամետ դաշտ վերադարձի ձոննա։ Ինչքան է կյանքը փոխում մարդկանց։ Ով կմտածեր, որ Ռուբեն Գևորգյանը արձակ ոճով ելույթ կունենա, այլ ոչ թե իր սովորական չափածո ոճով։ Խորում ես եւ անverջ խորում, խոսիր որ սիրտը ճակ չտա, թունելի վերջում չկա լույս վառանյոկն է, կրոգում սուկեք, մարդ չկա։ Մնացեք մեզ հետ, բարեկամներ։ Կարծում եմ պետք է որ մնան։ Ախ դու Սերգեյ, դու հացդ կեր։ Ախորժակ չունեմ, Նարջան։
Կառավարությունը շարունակում է փնտրել երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու բանալին։ Ու այս անգամ թութու ոնց որ թե գտել են։ Այո, գտել են այնպիսի մի միջոց, որով երկրի ստվերային տնտեսությունը կրճատվելու է։ Թութու։ Հա, թութու բյուջեը լցվելու միլիոնավոր դրամներ։ Ազգային ժողովը առաջիկայում կքննարկի կառավարության մշակած օրինագիծը, որն առաջարկում է հաջորդ տարվանից հարկային դաշտ բերել նաև կրկնուսույցներին, դերձակներին, կոշկակարներին եւ ժամագործներին։ Այդ տենց վաղուց էր պետք փակել այդ 20-ից 25000 դրամով անգլերեն պարապող մաֆիայի օթերը։ Հա, թե չեն գելեն խեղճ գործարարների հետևից ու քթի մազություն են անում։ Այս մեկի գազալցակայանը չեք չի տալիս, մյուսի խանութը չեք չի տալիս։ Իսկ այդ ընթացքում հարյուրավոր օրինազանցներ իրենց գաղտնի տներում շարունակում են 12000 դրամով հայոց պարապել։ Գործադիրը պնդում է, փոփոխությունը արվում է ստվերը կրճատելու, բյուջեի հարկային եկամուտները ավելացնելու համար։ Կրթության եւ գիտության նախարարն անգամ հաշվել է, կրկնուսուցման ոլորտում 25-ից 30 միլիոն դոլարի ստվերային շրջանառություն կա։ Այդ հələ շատ համեստ է հաշվել պարոն Աշոտյանը, ու սա չի ներառում մնացած հղպացած պուզատիներին, կոշկակարները, որ ուղակի պարազիտի նման օգտագործում են այն հանգամանքը, որ երկիր մատչելի գնով որակյալ կոշիկ չի մտնում ու անverջ նորոգում են այդ կոշիկները։ Բա դերձակները, ինչ անենք, որ ժողովրդի զգալի մասի ոտքի երկարությունը չի համապատասխանում շալվար արտադրողների պատկերացումներին։ Ուրեմն պետք է անընդհատ շալվար կարճացնեք, հա մինչև երբ։ Ու 1000-ից 2000 դրամ վերցնում են այդ անաստվածները։ Ու հələ չեմ խոսում ժամագործների մասին։ Ինչ ժամագործները։ Չգիտեմ, ճիշտ ասած մի 10 տարի չեմ կապում ժամ։ Այ ես ժամացույցներ դեռ կան։ Կա, կարծեմ, հիսում։ Ես արդեն 19 տարի է կրկնուսույց եմ աշխատում եւ իհարկե լուրջ խնդիր է, որտեվ դա մեր գրպանին կխփի եւ ստիպված պետք է վարձը պետք է երևի փոխենք, թանկացնենք։ Տղամարդ ուսուցիչները մանավանդ հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնեն։ Եթե դիմորդ չունենանք, հաստատ ծայրը ծայրին չենք հասցնի։ Հələ նայ, չի ուզում դեմքը ցույց տա։ Գիտի, որ ժողովուրդը դեմքը տեսավ, միանգամից կհիշի, որ օգոստոսին այս կրկնուսույցը Forbes ամսագրի շապիկին էր, իսկ հիմա բողոքում է, որ ծայրը ծայրին չի կարողանում հասցնել։ Երևի Ferrari-ն նոր մոդել է թողարկել, դե չի հասցրել թարմացնի։ Ինչ պիտի անեմ, տիգնան դռները բաց են տեսնեն ով է իր տանը պարապում, չեմ պատկերացնում դա ոնց են անելու։ Կրկնուսույցների ընդհատակյա կորպորացիաները հայտնաբերելու ձևը մենք կգտնենք, դուք մի վախեցեք։ Մեր հատուկ թղթակից Արուսիկին արդեն իսկ ուղարկել ենք հետաքննելու։ Նա դիմորդի տեսքով կարողացել է ներխուժել անգլերեն պարապող Miss Սաթենիկի խմբակ։ Արուսիկ, դու լսում ես մեզ։ Տղաներ կարող է լսեն։ Ես այժմ գտնվում եմ Miss Սաթենիկի դղյակում, ավելի կոնկրետ 3-րդ հարգի ննջասենյակում։ Այդ ոսկիով սարքածը անգլի կրկնուսույցինն է։ Հա, սա դեռ հյուրերի համար նախատեսված ննջասենյակն է։ Այստեղ փորձել են նենց անեն, որ մի քիչ թաքցնեն այդ ճոխությունը։ Սա մի քիչ համեստ սենյակ է։ Այս հետևի պատը տեսնում եք, կառուցված է բացառապես iPhone 6-երից, վրից էլ գաջ արած ու ոսկի։ Բայց արդեն iPhone 6s կա։ Դե ասում են, փորձել են թաքցնեն ճոխությունը։ Իսկ Miss Սաթենիկը չի ուզում մի փոքր օգնել երկրի տնտեսությանը, հարկ-մարկ վճարել վերջապես։ Դե ակնարկեցի նրան այդ մասին, բարձր ծիծաղած նստեց իր վարդագույն Bentley-ն ու գնաց երեխաների հետ հանդիպման։ Դե լավա գոնե բարեգործությամբ է զբաղվում։ Գնում է, որ նոր երեխեք հավաքագրի, ամիսը 20-30 երեխա բերում է, նստացնում է ու ստիպում է, որ ճռալով անգլերեն պարապեն իր հետ։ Ծնողները ունեն իրավունք գնելու վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթական ծառայություններ, կարող են գնալ եւ գնել, բայց դա չի կարելի անել չափահովելով տվյալ աշակերտների համար համապատասխան սանիտարահիգիենիկ նորմեր, չերաշխավորելով մատուցվող մասնագիտական ծառայությունների որակը եւ դա անել ի հաշվի դպրոցական դասաժողովների։ Լավ, օքեյ, խառնվեցինք արդեն։ Հիմա այդ մարդիկ օլիգարխ են, թե ծայրահեղ վատ են ապրում ու նույնիսկ սանիտարահիգիենիկ պայմաններ չունեն։ Դե տեսնում ես նախարարությունը երեխաների մասին է հոգում, իսկ դմբո ծնողները չեն հասկանում դա։ Իսկ եթե ասենց մի հատ խենթ բան մտածենք, դպրոցները այնքան լավ դասավանդ են առարկաները, որ լրացուցիչ պարապելու կարիք չլինի։ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ կրկնուսույցները տպավորություն են ստեղծում, որ եթե աշակերտը իրենց մոտ չպարապի, բարձրագույն ուսումնական հաստատություն չի ընդունվի։ Իսկ գուցե տպավորությունը հիմնված է նրա վրա, որ տենց էլ կա։ Հա, ընդունելության քննությունները հաճախ ոչ այդքան ստուգում են ինչա սովորել աշակերտը, այլ որքան հմուտ անա լրացնում հենց այդ տիպի թեստերը։ Ծնողը պիտի հասկանա, որ եթե իր երեխան պոլիտեխնիկ է ընդունվում կամ մանկավարժական համալսարան է ընդունում,
Թող 3 տարի հետևի երեխան դպրոցում ինտնային աշխատանքները կատարի եւ դա հավատացնում եմ բավարար է որպեսզի նա հասնի։ Լավն էր, իրոք լավն էր։ Բայց ինչքան շուտ մոռացանք, որ ամեն տարի նույնիսկ հայոց լեզվի մասնագետները ընդհանուր հայտարարի չեն գալիս շտեմարանների շուրջ, ուր մնաց դիմորդները։ Ու այդ կռիվների մասին արդեն միլիոն անգամ խոսվել է։ Շտեմարանների հեղինակները հատուկ նպատակով սպանում են սերը հայոց լեզվի նկատմամբ։ Տեսնում եք, այնպես են սպանել սերը հայոց լեզվի նկատմամբ, որ լրագրողը նույնիսկ չի դիմացել ու գրել է էզվի։ Մի խոսքով բանը, թարգտանք, էլի, քանի ունենք միլիարդներից թվեր ու զավեշտալի աշխատավարձեր դպրոցներում ու բուհերում, եկեք կրկնուսույցներին հանգիստ թողնենք։ Եթե սկսի իսկապես մի չար նախանց հարևան մյուսի դեմ լարել ու սկսեն իրար մատնացույց անել, ծախել եւ հարկային հիմնարկներին գործ տալ, դա կլինի հեղինակազրկվելու հերթական շատ լավ քայլ կառավարության համար։ Այո, հատկապես չընդունված դիմորդները նախ գործ տվող են։ Ինչպես դեռ չի ասում, բայց հուսով ենք ինչ-որ մի օր կասի հայկական ժողովրդական ասացվածքը գործ տանք բյուջեից գողացողի վրա, ոչ թե կրտնաջան աշխատող մանկավարժի։ Ավելի լավ ասացվածք չէ լսել այսքան ժամանակ։ Սալիկապատողին, գաչքսողին եւ այլն, հիմա բոլորը այդպես ստերային գործեր են անում, չէ՞։ Okay, Տիկին Բախշյան, հիմա ոնց որ արդեն ուրիշի վրա եք սլակները փոխում։ Իդեպ գաչ քսողները առանձին թեմա են։ Իմ տանը որ ռեմոնտ էին անում, եկավ գաչ քսողը, իր շորը հանեց, հագավ Արմանի կոստյումը ու սկսեց գաչ քսել։ Տղաներ, մի սաթենիկը հարցնում է նոր տարվա սեղանին կոկորդիլոս դնի, թե դա արդեն դեմոդե է ու արժի կենգուրուի մասին մտածել։ Արուսիկ արդեն ասացինք, որ այս սաղ սարկազմով ենք ասում, որ կրկնուսույցները իրականում օլիգարխ չեն։ Հա, լավ։ Ու կարաս մի սաթենեկի իսկական տունը ցույց տաս։ Լավ, ոնց ասեք, էսա։ Իդեպ Կոմիտասի վրա վաճառվում է ու քարե շենք է, եթե ցանկացողներ կա։ Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է կտրուկ փոփոխություն մտցնել լրագրող պետական պաշտոնյա հարաբերություններում։ Բիզնեսմենի ջիղը իրան ասեց։ Չէ, ինքը բիզնես չունի։ Բիզնեսմենի ջիղը որը կլիներ, եթե Սամվել Ալեքսանյանը բիզնես ունենար, բայց չունի, իրեն ասեց եւ շփումը մտնում է կոմերցիոն դաշտ։ Անձամբ ձեր միջոցներ չեք պատրաստումներ։ Ազիզյան, ես իմ միջոցների համար չեմ ասում, ցավը տանեմ։ Չէ, մենք Չեմ ասելու, չեմ խոսալու։ Պարոն Ալեքսանյան, օրերս Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակեցին։ Ձեր սայթերի իմիջն եք ինձով բարձրացնում։ Ես դրա համար հիմա պետքա պայմանավորվենք, վճարովի ալելու յուրաքանչյուր։ Այսինքն կարելի ասել, որ նոր մենաշտոր է, հա, ուզում ունենալ։ Նոր չէ, միակ։ Հա, օքեյ, միակ։ Սամվել Ալեքսյանի հետ շփման մենաշնոր։ Բայց կայացից միտքը դզեց։ Վճարովի ալելու, всё, հարցազրույցը։ Այսօր է վճարովի։ Հա, այսօր է վճարովի ալելու։ Ինչո՞վ է դա պայմանավորվում։ Որտեւ արդեն ես աստղ եմ դարել։ Այո, այո։ Այո, դեպքերը շատ արագ զարգացան, պարոն Ալեքսանյանը դարձավ աստղ, փայլեց, այնուհետ աստղայինը տարավ։ Իսկ հիմա նույնիսկ բարև բարելուսնա փողով։ Իդեպ ինչքան է։ Հա, թիվ ասեք, էլի։ Եք դրան, պարոն Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան, գինն էլ ասեք։ Ես ասեցի, Ազիզյան, ասեցի արդեն, всё։ Ով որ համաձայնա, ես յան ասեցի 500 եվրո։ Բայց բոլոր ձեզ երջանիկ է ապահովում։ Չէ, ով տա ով վճարի, յան կտամ հարցազրույց։ Նորմալ գին է։ Սենց գին չկա։ Շուկայական իսկ ցածր գին է։ Ու ամբողջ ՀՀ տարածքում գործում է միասնական սակագին։ Եվ մենք արմ կոմեդիում խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ Սերգեյ Կուտակաց կենսաթոշակային ֆոնդը կուղարկենք հենց պարոն Ալեքսանյանին այդ 500 եվրոն, որ անենք այդ հարցազրույցը։ Բայց հաստատ դուք կգաք, չէ, պարոն Ալեքսանյան։ Հանկարծ չստացի, որ Մանվել Ալեքսյանը գալի կամ Ալեքս Սամվելյան կամ Մակ Ալեքսյան։ Մի րոպե, ինձ հայտնում են, որ արդեն ինչ-որ մեկը ուզում է խփի այս գործին։ Դե լավ, էլի հանգիստ թողեք գործարարներին։ Ես տեղակ բան պատգամավորներին եւ լրագրողներին, որ Երևանից Գալուս Սահակյանի կարգադրությամբ պատգամավորները իրավունք չունեն լրագրող հրավիրել, եթե ինքը չի տվել իր համաձայնությունը։ Ոչինչ, դուք եկեք մեզ մոտ պարոն Ալեքսանյան։ Էդու իսկան էլ ասում են, էլի, թողեք այդ փոքր ու միջին բիզնեսը շնչի։ Պարոն Ալեքսանյան, մի անհանգստացեք, մենք ունենք հարմարավետ տաղավար, որը ունի հրաշալի հարցազրույցի բոլոր պայմանները։
Այսքանն էր այսօր Arm Comedy-ին։ Այո, այսքան։ Դե վերջում դիտենք օրվա վիդեոբոցը։ Ռուսաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի։ Մեզ հաճախ հարցում են ինչպես ձեզ ուղարկենք վիդեո մունացներ։ Հարցը իհարկե ցավ է պատճառում, բայց ասենք, որտեվ շատ բարդ է, հիմա Նարեկը կբացատրի այդ բարդ մեխանիզմը։ Նկարում եք, գցում եք YouTube, լինքը ուղարկում եք մեզ։ Գիտեմ, քանի որ շատ խրթին է, կխնդրեմ Նարեկը մեկ անգամ եւս ավելի դանդաղ եւ մատչելի բացատրի։ Նկարում եք, գցում եք YouTube, լինքը ուղարկում եք մեզ։ Կարծում եմ արդեն պարզ է։ Դրա համար մենք կստանանք արդեն բուն վիդեոմունատները, ոչ թե հարցեր, թե ինչպես ուղարկենք վիդեոմունատ։ Ուզում եք դիտել Arm Comedy-ի բոլոր թողարկումները անվճար, բաժանորդակ։ Մի վայրկյան, ինձ թվում է միշտ էլ անվճար են դիտում, բայց հա։ Դե բանը, ամեն դեպքում բաժանորդագրվեք, որ ոչ մի թողարկում բաց չթողնեք ու միշտ առաջինը տեսնեք։ Այստեղ ցեխ մեկ ուղակի ու բաժանորդագրվում եք։